Մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, 26-րդ տարին է, ինչ ջահերով երթը իրականացվում է, պահանջատիրական այս ակցիան այն ասելիքով է եկել, հասցեատերն ով է։ Շատ ցավալի հարց եք տալիս, երբ մեր ուսանողական միությունը, երիտասարդական միությունը սկսեցին ջահերով երթը, մեր ուղերձի հասցեատերը Թուրքիաներ եւ ընդհանրապես մարդկությունն էր, աշխարհն էր, որ հայ ժողովուրդը չի հաշտվել ցեղասպանության հետ, հայ ժողովուրդը ունի անոտարելի եւ անժամանցելի իրավունքներ, եւ որ հայ ժողովուրդը պահանջելու է ցեղասպանության ճանաչում, դատապարտում եւ փոխհատուցում։ Վերջի մի քանի տարին այս լսարանին միացել է նաև Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր եւ նման մյուս արբանյակային կուսակցությունները, որոնք Թուրքիայի դդուկի տակ ապարելով, Թուրքիայի բոլոր պահանջները կատարելով Հայաստանում սկսել են ուրացման շարժումը։ Ուրանում են ցեղասպանությունը, հայտարարում են, որ ցեղասպանությունն այլևս Հայաստանի համար առաջնային նպատակ չի, որ ցեղասպանության հետապնդումը որևէ արդյունք չի տվել։ Բանը ասել են նրան, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայ ժողովրդին է մասամբ մեղադրում ցեղասպանության մեջ եւ Լեմկինի ինստիտուտը, որը համաշխարհային ամենահայտնի եւ ամենահեղինակավոր հաստատությունն է ցեղասպանության ուսումնասիրության հարցերում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին է մեղադրում ցեղասպանությունը ուրանալու եւ հայ ժողովրդին մեղադրելու ցեղասպանության մեջ։ Եվ ադր համար եմ ասում, այս վերջի մի քանի տարվա ջահերով երթը նաեւ այս լրացուցիչ ուղերձ ունի Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներին։ Իշխանությունը, պարոն Խաչատրյան, նշում է, որ հայոց ցեղասպանությունը իրենք չեն ուրանում, կասկածի տակ չեն դնում եւ հորդորում են ընդդիմադիրներին մոտ չգալ այդ հարցին, քանի որ հենց նախկին նախագահների օրոք է, որ հայոց ցեղասպանությունը կասկածի տակ է դրվել կամ սակարկվել է։ Մասնավորապես ավելի շատ հիշում են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը քաղաքական առաջնահերթություն էր։ Դա ուրանալ հնարավոր չէ։ Եվ եղել է թուրքական կողմի նամակը պատմական հանձնաժողով, հանձնախումբ ստեղծել եւ պատմական իրադարձությունները քննել։ Եվ Հայաստանի պաշտոնական նամակը, որ ցեղասպանությունը մեր համար սակարկման եւ լրացուցիչ ուսումնասիրության առարկա չէ։ Ցեղասպանությունը քաղաքական խնդիր է երկու ազգերի միջեւ, որը պետք է կարգավորվի, բայց ոչ ի հաշիվ հայ ժողովրդի օրինական շահերի։ Այնպես որ դա նրանց հերթական սուտն է։ Նրանց ասելով նկատի ունեն Փաշինյանի թիմակիցներին։ Եվ պատահական չէ այն վայնասունը, որ իրենք բարձրացել են այսօր սոցիալական տիրույթում, ազգային ժողովում նրանց նյարդերը տեղի տվեցին, երբ մենք հայտարարեցինք, որ Հայաստան դաշինքը քրեական օրենսգրքում փոփոխություններ է նախաձեռնում, հատուկ շեշտելով հայոց ցեղասպանության ուրացման քրեական պատժելի լինելը։ Իրենք էլ նշում են, բայց ամեն դեպքում նման օրինակ հոդված կա եւ որն է ձեր առաջարկած նախագծի իմաստը, այսպես ասած։ Քրեական օրենսգրքում պատժելի է եւ ծանր պատժելի է։ Իրենք հայոց ցեղասպանության բառի հետ խնդիր ունեն, որովհետեւ թուրքերն իրենց հրամայել են մոռանալ այս ամեն ինչը։ Եթե նայենք, Թուրքիան ուներ իր նախապայմանները, Ադրբեջանն ուներ իր նախապայմանները։ Այս իշխանությունները թե թուրքական, թե ադրբեջանական բոլոր նախապայմանները, բոլոր հրահանգներն ու հրամանները կատարել են։ Այդ դեպքում, պարոն Խաչատրյան, եթե իրենք կատարում են Թուրքիայի հրամանները կամ կատարեն, այդ նախագծի, օրինագծի ընդունումը ներկա իշխանությունների պայմաններում ինչպես եք պատկերացնում։ Ճնշման ներքո։ Եվ սա
ապացույց է, որ հայ ժողովուրդը հաշտ չէ իրենց վարած քաղաքականության հետ։ Հայ ժողովուրդը, հայ ազգը Հայաստանում եւ ամբողջ Սփյուռքում պահանջում է ցեղասպանության ճանաչում, դատապարտում, հետևանքների վերացում։ Խաչատրյան, երթի սկզբից գալիս են այն դրոշակակիրները, երկրների դրոշակակիրները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը։ Վերջին շրջանում այդ դրոշների թիվը կարծես չի աճում։ Սա ինչի հետևանք է։ Հայերիս անտարբերության, անհետևողականության։ Եթե այսօրվա իշխանությունները հայտարարում են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրենց համար այլևս քաղաքական առաջնահերթություն չէ, ինչու պետք է այդ դրոշների թիվը շատանա։ Երբ խոսում ես հայ, այսպես կոչված լոբիստական խմբերի հետ, հայդատի հանձնախմբերի կամ հայ ազգային կոմիտեների հետ, երբ խոսում ես օտարերկրյա պատգամավորների հետ, որովհետև մեր շփումները գործադիր մարմինի հետ են, իրենք ասում են, մենք ինչ կարող, մեր բարեկամ պատգամավորները, ասում են, մենք ինչ հանենք, եթե ձեր իշխանությունները այդ քաղաքականությունը չեն վարում։ Այսինքն հայկական այդ խմբերը, որոնք պայքարում են ցեղասպանության ճանաչման համար, ստիպված պայքարում են ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ իրենց բարեկամ երկրների այս ժխտողական քաղաքականության դեմ, այլ նաեւ պայքարում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, հայկական դիվանագիտության, զիջողականության եւ ուրացման քաղաքականության դեմ։ Շնորհակալություն։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ,